Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Շաբաթվա իրադարձություններից բնականաբար մի քանի բան այսօր մենք առանձնացրել ենք, որ խոսենք ձեր հետ ներկայացնենք ձեզ։ Գլխավոր իրադարձությունը թերևս այն, որ ամբողջ երկիրը փոթորկեց, դա Նոր Նորքի վարչական աշխատակազմում տեղի ունեցած միջադեպն էր, որը դարձավ համընդհանուր քննարկման առարկա եւ իմ կարծիքով լակմուսի դեր կատարեց որոշակիորեն։ Հիշեցնենք մեզ լսողներին, որ վարչական ղեկավարը իր մի խումբ կողմնակիցների հետ քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկեց եւ այդ ամենը արձանագրվեց տեսախցիկների առաջ, մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես են 10-15 հոգով հարձակվել եւ ծեծում են մի մարդու, որը ընդհանրապես խոսում էր, բարձրացնում էր այն հարցը, որ համայնքային միջոցները պետք է ճիշտ օգտագործվեն, այո, մանկապարտեզի շինարարություն է տեղի ունեցել, այնտեղ վատորակ աշխատանք է կատարվել եւ այլ եւ այլ։ Խնդիրը նույնիսկ միջադեպի բովանդակությունը չէր, այն ասելիքը չէր, որով Չախոյան Արթուրը գնացել էր այդ համայնքապետարան։ Խնդիրն այն է, որ մեզանում կարծես թե մի տեսակ ավանդույթ է դարձել հայհոյանքով, բռնությամբ, ծեծով եւ այլն հարցեր լուծելը եւ նույնիսկ պետական պաշտոն զբաղեցնող անձը չի վախենում կամերաների առաջ այդպիսի վայրագություն է անում եւ մարդիկ բոլորը սենց հետևում են այդ ամենին ու այսպես ասած շիվարած են մնում, թե ինչպես կարող է երկրում այսպիսի բան տեղ ունենալ, բայց ավելի վատը շարունակությունն էր, երբ որ քրեական գործ հարուցվեց հենց ծեծվողի նկատմամբ, այո, դա էլ է նոր ժամանակներին բնորոշ մի երևույթ է։ Ամեն ինչ կարող ենք ականատես լինել, սիրելի Արմինե, ես այս հարցին նայեմ այլ տեսանկյուններից, որտեղ մեր աչքի առջև տեղի ունենում խորքային արժեքաբանական փոփոխություններ։ Մենք երբեք չենք մտածի 10-20 տարի առաջ, որ հնարավոր էր 20 հոգով մեկ հոգու վրա հարձակվել բորենու ոհմակային հոգեբանությամբ։ Հետո որ դա տղամարդկային պահվածք է։ Եվ մի հատ էլ դա երկրորդ այդ խոսքը վերաբերում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի, այսինքն իշխանություն կրողի վարքաբանությունն է, որը խրախուսում է։ Եկեք փաստենք, որ Թավշյա հեղափոխությունը, որը այսպես ասած փաթեթավորված եւ 18 թվականին փաթաթվեց մեր ժողովրդի վզին, ինքը արդեն փոխարինվում է Թավշյա բռնությամբ, որտեղ այն ինչ մենք ականատես ենք բռնություն է բառի բուն իմաստով, ֆիզիկական իմաստով, դա կառուցվածքային բռնություն է, դա պետական բռնություն է եւ հետեւաբար իշխանությունը խրախուսելով եւ հավուր պատշաճի չդատապարտելով, ասեմ ավելի, որ այն քաղաքական ուժը, որը ներկայացնում էր նույնիսկ ուլտիմատում տալու, եթե մեր վարչական շրջանի ղեկավարը հրաժարական ներկայացրեց, մենք խզում ենք կոալիցիան եւ այդ սրանք շանտաժի վերջնագրերի լեզվով խոսակցություններ են, որոնք հարիր չեն պետական կառավարման ապարատին, ուղղակի մենք տեսնում ենք, թե ինչքան է դեգրադացվել իշխանությունը, էլիտան, կառավարողները, ովքեր մեր ու ձեր փոխարեն որոշումներ են կայացնում, ի ցույց են դնում տեսախցիկների առջև եւ դա որոշակիորեն ունի հեռահար նպատակ եւս։ Քանի որ օր-օրի իրավիճակը վատանում է այս երկրում, արդեն անհնար է ուղղակի այդ պայթյունը անխուսափելի, իրենք փորձում են վերջին անգամ այդ տեստեցով, որտեվ այս տարիների ընթացքում ինչ են ձեռք բերել։ Ձեռք են բերել իշխանություն, ձեռք են բերել փող, ձեռք են բերել կրիմինալ կապեր, իսկ քանի որ նրանք փողոցում միշտ ճնշված են եղել, իրանց երազանքը փողոցի լավ տղախաղարն է, չէ՞։ Հիմա իշխանություն ունեն, կապեր ունեն, փող ունեն, հիմա փորձում են իրենց երազանքը իրականացնել։ Մեր հեղինակը Ավետիս Բաբաջանյանը հոդված է գրել, որ ես մոտ 20 տարի ճանաչում եմ այդ անձնավորությունը, Տիգրան Տեր-Մարգարյանին, այդ թաղապետին Նոր Նորքի, եւ բավականին դրական կարծիք ունեի իր մասին, որտեղ ժամանակին ինքը պայքարել է, մասնակցել է ընդդիմության շարժումներին, եղել է առաջին շարքերում, շատ գրագետ, խաղաղ, կիրթ մարդու տպավորություն է թողել, բայց ասում եմ, այս միջադեպից հետո ես հասկացա, որ իրենք պայքարում էին ոչ թե նրա համար, որպեսզի, այո, որ բռնարարները, ոչ դեմոկրատները հեռանան իշխանությունից, այլ ուզում էին այդ բռնությունը, այդ ոչ դեմոկրատական բաները իրենք կիրառեն։ Շատ ցնցող մի հոդված էր իրոք, ես ապշեցի, որ այդպեսի կարելի այդպեսի եզրակացության հանգել, բայց գիտես,
հարցը նույնիսկ այդ մարդու անձը չի, հարցը այն է, որ մեր երկրում այլևս դադարել են գործել բոլոր լծակները, բոլոր խողովակները, հա, եթե պիտի քննչական մարմինը գործ չհարուցի, եթե քաղաքապետը պիտի չհեռացնի այդ մարդուն աշխատանքից, եթե հանրությունը չպիտի դատապարտի այդ մարդուն իր քայլի համար, ես դա չգիտեմ ինչ բառերով ինչ անուն տամ դրան։ Խրախուսում է նման վարքագիծ։ Դա նշանակում է, որ չի բացառում իմ ու քո հանդիպումից հետո մեր այս եթերից հետո էլ մեկի որոշի, որ մեզ պետք է պատժի մեր սուր խոսքի եւ այլնի համար, չէ՞։ Սա անթույլատրելի վարքագիծ է եւ նորից եմ ասում, սրա իրական այս ոճը, այս ոճաբանությունը խրախուսողը, քարոզողը դա իշխանությունն է, որտեղ իրենց թվում է, թե այսպես կարող են մարդկանց լրիվ ստրուկի կարգավիճակով սարքել եւ համակերպեցնել այս իրավիճակի հետ։ Բայց գիտես, սա նաև շատ վտանգավոր է այն առումով, որ օրերից մի օր էլ իրենք են դառնալու նախկին։ Իրենք են դառնալու։ Ունեցել ենք, չէ՞, հայտնի երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը ժամանակին ասում էր, չէ՞, այդ իշխանությունը, ժողովուրդ, այդ իշխանությունը եթե հանենք, այդ պաշտոնը ձեր վրայից եթե հանենք, դա կմնում է դատարկություն եւ ԿՊԱ-ական վերնախավին այդ պաշտոնը հանեց, այդ ստատուսը հանեց իրենց իշխանական, դա կմնում է ոչինչ, բառի բուն իմաստով ոչինչ։ Եվ այստեղ ինչու եմ ասում, սա լակմուսի դեր խաղաց այս միջադեպը, որ ցույց տվեց, որ Եվրոպա գնացող քաղաքացիական հասարակությունը, այո, քաղաքացիական հասարակությունը լռում է կամ էլ ասում է, որ Արթուր Չախոյանը դա ռուսների ուղարկածն էր եւ նա ուրեմն ֆինանսավորվում է ինչ-որ շրջանակներից, այսինքն ինչ-որ ձևով փորձում են արդարացնել այդ բռնությունը։ Մյուս կողմից Եվրոպա գնացող մի հանրապետություն կուսակցություն, որը խոսում է Եվրոպական միության անդամությունից, Եվրոդաշինք են ներկայացնում իրենցից, այո, բռնության է դիմում եւ բավական չի բռնության է դիմում, որովհետեւ գիտես, ես այդպիսի տպավորություն ունեի, որ միջադեպից անմիջապես հետո ինքը Արամ Սարգսյանը հանդես է գալու, ներողություն է խնդրելու եւ ասելու է, որ մենք ինքներս ենք հետ կանչում մեր թաղապետին, որովհետեւ ինքը անցել է թույլատրելի սահմանները, այո, բայց իրենք հակառակն արեցին, հայտարարեցին, որ լավ են կարել, ճիշտ են կարել, էլի են կանելու, որ նաև բռնությամբ պիտի պաշտպանենք մենք ժողովրդավարության ասում է բաները, շահերը։ Լիբերալ տոտալիտարիզմի շատ բնորոշ է, երբ որ թույլատրված է միայն իրենց այդ բռնությունը, իրենք արդեն նորից եմ ասում, իշխանության համը տեսել են, հասկանում են, որ դա այնպիսի բարիք է, որից պետք է կարճած մնան ամեն կերպ, ժողովրդի աջակցություն չկա, մնում է բռունցքներին ապավինել, իսկ այն ինչ որ մենք տեսանք հրապարակային տեսախցիկների առջև ուղղակի խիստ դատապարտելի է, պետք է դատապարտվել, քրեորեն պատժելի արարք է, ուղղակի տեզերական օրենք կա, ամեն ինչ վերադառնում է իշաչան յուր, այսինքն իրենք պետք է սպասեն, որ շատ ավելի դաժանորեն իրենց հետ կարող են վարվել։ Բռնությունը չի կարելի երբևիցե դրական դիտարկել, բռնությունը արդարացում չունի մեր հասարակությունում, այն էլ փոքր հասարակություններում, որտեղ այդ ներազգային համերաշխությունը, հա, հանդուրժողականությունը, սեր եւ հանդուրժողականություն են քարոզում, չէ՞, դարձրին ատելություն եւ անհանդուրժողականության ալիք, որը այսօր ուղղակի երկիրը եռում է։ Այս սա մասին պետք է մտածել։ Եվ նաեւ մի վերջին եզրակացություն էլ կուզեի անեինք այս միջադեպից, որ փաստորեն քաղաքպայմանագիրը այսօրվա գործող իշխանությունը դարձել է պատանդը որոշ ուժերի։ Դու հասկանում ես, իրենք հանրապետություն կուսակցությունը ուլտիմատում տվեց, որ շատ բացահայտ կերպով ասեց, որ եթե դուք կհեռացնեք, մենք դուրս կգանք կոալիցիայից, եթե դուք կորցնեք Երևանը։ Այնքան փխրուն կերպով են իրենք կարողացել Երևանում իշխանությունը վերցնել, այո, որ ամեն թեթև քամին, հյուսիսից թե հարավից, արևմուտքից էական չի, չէ, ամեն թեթև քամուն բարդու նման ճկվում է այս իշխանությունը, այդքան թույլ են իրանք եւ ներսից եւ դրսից։ Հետեւաբար սրանք կարող են արդյունավետ լինել, իհարկե չեն կարող արդյունավետ լինել։ Սրանց որոշումները կարող են լեգիտիմ համարվել, իհարկե չեն կարող համարվել, հա։ Այնպես որ Երևանում արդեն նկատվում է, որ հենց Երևանում էլ արդեն գալիս է քաղաքական ճգնաժամը, չէ, եւ այո, կարող են հենց արտահերտ ընտրությունների նախադրյալներ ստեղծվել Երևան քաղաքում ողջ երկրի հանրապետությունով մեկ տարբեր մարզերում, քաղաքներում նույն իրավիճակ։ Այո։ Եվ հիմա տես, փաստորեն, եթե Երևանը կորցնում է քաղաքպայմանագիրը, ստացվում է, որ ինքը Վանաձորում չունի իշխանություն, ըստ էության իր ներկայացուցիչը չի Վանաձորի Վանաձորում ինչ-որ բան մոգոնում են, որովհետև ասեմ ձեզ, հունիսին նախատեսված վերաքննիչ դատարանի նիստը արդեն տեղափոխվել է մայիս ամիս, եւ հենց այս շաբաթ էլ
այդ իշխանության պարագլխի այցը Վանաձոր լրիվ նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ էր եւ կարծում եմ որ նրանք Վանաձորում պատրաստվում Կարծում են ես որ Գյումրիի փարաքարի այդ պարտությունից հետո Հիմա ռիսկ տեսեք, անեն մի հատ էլ Վանաձորում։ Իմ հաշվարկը հետեւյալն է, որ քանի որ ամեն դեպքում ու լավ է, որ Իրան միշտ սխալ ինֆորմացիաներ են հասցնում, ի տարբերություն Գյումրու եւ Փարաքարի, իրենց կարող են հասցրած լինել ինֆորմացիա, որ Վանաձորում մեր դիրքերը ամուր է, եկեք Վանաձորում մի հատ արտերտ անենք, մի հատ ուշքի գանք ու լավ նոտայով տեղափոխվենք արդեն հաջորդ տարվա ընտրություններ։ Այնպես որ հաշվարկները կարող են խիստ տարբեր լինել, իրենց մտածում են, որ այդ էլ խոսում են, կարծեմ, իրենց մարսպետի որպես հավանական ԿՊ-ի տեխնացու համարը գլխավորող մտածում են, որ ուժայինը, այսպես ասած, ձիգա, պիննա կարա այդ Գյումրու նվաստացում է որոշակյորեն կոտրի Վանաձորով, բայց ես ու լավ եմ իմ հայրենակիցներին ճանաչում, Վանաձորցիք զուսպ են, Վանաձորցիք կարող է չարտահայտվեն, կարող է այտենց ավելի շատ սրտների մեջ է, քան իրանց լեզվի ծայրին է եւ այլն, բայց Վանաձորցու հետ պետքա շատ զգույշ լինել ու Վանաձորցին դեռ իր խոսքը կաս։ Մի քիչ ուշ, բայց այսինքն կարող ենք ասել, որ եւ չեն տիրապետում եւ այսօր իրավիճակին եւ չունեն բավարար տեղեկատվություն եւ այդպես փափուկ բաց դրած իրենց գլխի անհավանական ուրիշ վերսիա էլ առաջ քաշեմ մեր եթերում, որ սրանց շատ այդքան իրանց ռեպուտացիաները չի հետաքրքրում, վարկանիշ չի հետաքրքրում, ինչքան կոնկրետ փող աշխատելու մոլուցք, որովհետև յուրաքանչյուր ընտրության կազմակերպական բաղադրիչը ֆինանսական որոշակի բան է։ Հիմա կարան ԿՊ-ի պատասխանատուները որոշեն, որ ինչ լավ ընտրություն անենք 2 կոպեկ փախցնենք, այնպես որ սրանց մտածածը անքննելի է եւ սրանց ուղեղների մեջ թե ինչ է կատարվում, շատ դժվար է բայց դե միևնույնն է, պետք է նաև արձանագրենք, որ վերջին շրջանում ավելի ու ավելի շատ են խոսում եւ հրաժարականի մասին եւ արդեն ձևեր են փնտրում մարդիկ, հա, մեթոդներ են փնտրում, իմպիչմենտի մասին են խոսում, ճիշտ է հիմա չունենք փողոցում պայքարող զանգված, բայց ունենք բուռն քննարկումներ, թե ինչպես կարելի է ճանապարհել այս իշխանություններին, կոնկրետ Նիկոլ Փաշինյանին եւ վերջի շրջանում հաստորեն մի քանի քաղաքացիական ակտիվիստներ նախաձեռնել են իմպիչմենտի գործընթաց կազմակերպել, Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը նամակներ են հղել բոլոր падգամավորներին եւ այս օրերին նաեւ ստացան ամենամեծ ընդդիմադիր դաշինքի արձագանքը Հայաստան դաշինքի, որը ըստ էության մերժեց իմպիչմենտի գործընթացով գնալու այդ ճանապարհը։ Համաձայն չեմ, որ ըստ էության մերժեց, ուղղակի հայտարարության մեջ ասում է անհրաժեշտ նախադրյալների արկայությունը։ Բոլորս էլ հասկանում ենք, չէ՞, օրինակ մենք 22 թվական, 23 թվականի սեպտեմբերյան հայտնի իրադարձությունից հետո ունեցել են գվվացող Բաղրամյան, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ պատրաստ են գնային, օրինակ եթե այդ կազմակերպված լիներ, հենց այդ ԿՊ-ի падգամավորն իր ականջից բռնեն ու բերեին ազգային ժողովում իմպիչմենտի գործընթաց կազմակերպեին։ Այս պահին այդ նախադրյալները կան, այդ նախադրյալները չկան, չէ՞։ Հետևաբար իմպիչմենտի գործընթացը, այո, այն գործիքակազմերից մեկն էր, որը այս 5 տարիների ընթացքում արդարացնում էր ընդդիմության ներկայությունը ազգային ժողովում, որովհետև ինչքան ընդդիմադիր падգամավորներ հետ երբ որ խոսակցություն լինում, ասում էր մեր մանդատները մեզ պետք են, որովհետև հասկանալի է, չէ՞ որ այս իրավիճակում առնվազն ազգային ժողովը ինքը քաղաքական, այսպես ասած, կռնատ մարմիններ եւ ինքը իր խնդիրը չէր իրականացնում, ընդդիմության ձայները բավական չէին քաղաքական։ Միակ բանն էր, որ իմպիչմենտի գործընթացը որպես ճնշման միջոց, հանրային ճնշման միջոց 1/3-ով հարցը դնեին, բերեին օրակարգ, հետո ստիպեն մի 20 ԿՊ-ի падգամավորել միանալ ու այդպես պաշտոնանկությունը հասնեինք, հա, Նիկոլ Փաշինյանն։ Այս պահին այդ նախադրյալները չկան, կարող է լինել, այո, կարող է լինել, որովհետև ինչպես ես ու դու նկատում ենք, պայթունավտանգ իրավիճակը երկրում։ Այ հիմա հետեւաբար այդ աշխատանքը տանել քաղաքական որ ուժն է այդ աշխատանքը տանում, չէ՞, երկու ընդդիմադիր ֆրակցիաներ կան փաստացիորեն, ամենամեծ ֆրակցիային դիմում են, ինքը ասում է, դե գիտեք ինչ, ես իզորու չեմ փաստացի, ընդունում է, որ ես միայնակ այդ օրակարգը չեմ կարող առաջ տանել, այլ եթե այս ինչպես մեհերը որ փակվեց Պարավաքարում, չէ, այդ բանում ասեց, այ երբ որ Սորենի հատիկը եսին գարու չափ կամ բանի այդ Մասուրի չափ եւ այլն, չէ, այսինքն այդպիսի անհավանական պայմաններ, այո, կա այդպիսի պայմանների առաջ քաշում, բայց կա տարբերակ, որ դա ավելի շատ ընդդիմության մեջ ավելի լավ դիրքավորման նաև պայքար դա կարելի է դիտարկել, թե ընդդիմադիրներից ովքեր ապագա ընտրություններում ավելի շահեկան, մարտավարական, ավելի ճիշտ դիրք կարող են որդեգրել։ Իմպիչմենտի ես հավանականությունը թեկուզ փոքրիկ, բայց տեսնում եմ,
դրա համար պետք է գործողությունների տրամաբանված կուռ մի քանի շղթա ունենալ, առաջինը դա 1000%-անոց բարձր կարգապահություն, զինվորական կարգապահություն, որովհետև ընդդիմության եւ բոլոր այն մարդկանց, ովքեր կմտնեն impeachment-ի գործընթացի մեջ, պետք է 100%-անոց վստահություն միմյանց նկատմամբ, կարգապահություն եւ համառություն ու կամք։ Եթե այդ բոլոր գործոնները կան, ինչու՞ չէ, impeachment-ը կարող է հաջողել, որովհետև ժողովրդական տարբեր խմբերի մոտ արկա է այդ անվստահությունը, պահանջը, դժգոհությունը, բուրըն եռման process-ա գնում, ուղղակի առաջնորդի խնդիրը, որովհետև ես ու դու գոնե լավ գիտենք, որ այդ impeachment-ին զուգահեռ միասնական տեխնացուի հարց պետք է լինի, չէ՞, ով է լինելու այն ընդդիմադիր տեխնացուն, որը այդ կոնսենսուսը կլինի եւ ընդդիմադիր ճամբարում եւ ինչու՞ չէ, եթե դուք գնում եք ՔՊ-ի ձայներով անվստահություն հայտնելու, այսինքն պետք է ընդունենք, որ այդ մարդկանց համար էլ գոնե մինիմալ պետքա լինի, չէ՞։ Չեք կարող դանակը վիզը դնել, ասել արի, դա էլա բռնության ձև եւ հարցը հետո դա կարող ենք մարսել այդպիսի իշխանափոխություն, թե չէ, այսինքն այնպիսի process պետք է անես, որ նաեւ մարդիկ որոշակիորեն ընդունելի հավանականությունը գոնե իրականացնելու պետք է մեծ լինի, ընդունում եմ, իհարկե դժվար է, բազմաթիվ խնդիրներ կան, բայց միևնույնն է մենք տեսնում ենք, որ այդ նույն падգամավորները ընդդիմադիր այդ ուղղությամբ գրեթե քայլեր չեն անում, ասենք իրենք հիմա ինչով են զբաղված, ինչ են անում, ոչ տեխնացուի հարց են քննարկում, ոչ փողոց են հանում մարդկանց, ոչ ակտիվ գործունեություն են ծավալում, որ ասենք չգիտեմ, շաբաթը 1-2 հարցազրույց տալը դա դեռ ակտիվ գործունեություն չի ի վերջո։ Պրետենզիաները շատ են ընդդիմության, այն էլ խորհրդանական ընդդիմությանը, ովքեր ունեն մանդատներ եւ այս 4-5 տարիներին ազգային ժողովում գործունեություն են ծավալում, նրանց նկատմամբ իհարկե շատ հարցեր կան եւ պարզ է, որ ի վերջո դրանց պատասխանները նույնպես պետք է տրվեն, թե ինչ արդյունավետություն ցուցաբերեցին, ինչի հասան այս 5 տարիների ընթացքում եւ ինչ նոր ուղերձներով կամ ինչ նոր ծրագրերով պետք է գնան ընտրողների մոտ եւ փորձեն էլի քվեներ։ Ու գիտես, մարդիկ ասում են, ընկել է քաղաքապայմանագրի վարկանիշը, Նիկոլ Փաշինյանը 10% ունի, 11% ունի, բայց ընդդիմության վարկանիշն էլ չի բարձրանում ըստ էության։ Ես կասեի, ընկնում է այս տարիներին, նույն գրեթե համարժեք տեմպերով ընկնում է նաև գործող գոնե գործող հայտնի ընդդիմության վարկանիշը։ Այստեղ գործ ունենք ենթագիտակցական մի ֆրազի հետ ընդդիմություն։ Երբ որ ասում ենք ընդդիմություն, առաջին հայացքից թվում է թե ինքը միատար զանգված է։ Իշխանության դեպքում հեշտ է, իշխանություն հասկանում ես, չէ՞, բայց ընդդիմությունը գոնե մենք գիտենք թե ինչքան տարասեռ է, չէ՞։ Այո, կարող է տիտղոսակիր ընդդիմությանը, ովքեր պարլամենտում նստած են, նրանց իջնում է, հա, արտախորհրդանականներից մեկինը բարձրանում է։ Մի երրորդը հանկարծ մի հատ քայլ կանի, նրա շուրջը համախմբում կլինի, այնպես որ այստեղ ընդդիմությունը խիստ տարասեռ է եւ այստեղ ընդդիմություններ ձևակերպումը ավելի ճիշտ կարելի է։ Պարզապես պետքա նաև այդ ընդդիմադիր գործիչները, ովքեր որ իրենց վրա ստանձնել են այդ պատասխանատվությունը ընդդիմություն լինելու, պետք է հասկանան իրենց պատասխանատվությունը։ Միայն այնպես չի, որ իշխանության դեպքում ենք ասում պատասխանատվություն, չէ՞, ընդդիմությունն էլ ունի պատասխանատվություն։ Իրենք քաղաքական համակարգի երկու լեգիտիմ բաղադրատար են։ Ինչքան իշխանության նկատմամբ է կիրառելի լեգիտիմությունը, չափելի է վստահության, աջակցության աստիճանը, նույնքան ընդդիմությանն է դա վերաբերում, հա։ Հետևաբար միայն քննադատելը բավարար չի, որ դու ընդդիմացար տեսանկյունից դիրքդ ունենաս, տեղդ ունենաս ու ասես ապահովագրված է, որ ընդդիմության ճամբարում այսօր ավելի սուր գուցե ավելի սուր մրցակցություն է, քան իշխանության ճամբարում։ Մրցակցություն կա, բայց անուններ չկան, առաջի պլան եկած մարդիկ չկան։ Դե դա էլ մեր սերնդի ողբերգությունն է, որովհետև այսքան վառ անհատականությունների երկիր Հայաստանս, այսքան ինդիվիդուալիստական, լիդերսկի առաջնորդով մտածող անձնապաշտ ժողովրդի մեջ այդպիսի վառ առաջնորդներ չկան։ Գերմարդու կարիք ունենք մենք։ Նիցշեի նկարագրած իրական գերմարդու կարիք ունի ազգը, որը վեր է իր ժամանակից։ Մեր բոլորիցս մի քանի գլուխ բարձրով ավելի հեռուն է տեսնում։ Հիմա ինչ անենք, որ չունենք, Արմինե ջան։ Էսա դա իրականությունը։ Իհարկե մեր հասարակությունները շատ մեծ պահանջներ են ներկայացնում ընդդիմադիր լիդերից, հա, այդպես ասած սպիտակ ձյու վրա նստած մի հատ արքայազնելու սպիտակ ձեռնոցներով ոչ լինի նախին, ոչ լինի ներկա, ոչ ապագայից, ոչ կապ չունենա, ոչ մեկին բարև տված չլինի։ Մեզ այդպես այդպիսի բաներ կան, նաև արհեստականորեն, նաև այսպես ասած լրատվական դաշտում ստեղծված ինչ որ
գուցե եւ այս պահին անիրատեսական կոնցեպցիաներ կան նույն լիդերի, հա, որը իրականում նայում ես, տեսնում ես, որ հա, այս չափանիշին համապատասխանող այս պահին մարդ չունենք, հա։ Եվ հասարակությունը պետք է վերանայի իր վերաբերմունքը այդ որոշ հարցերի Ուղղակի նայես, ինչպես օրինակ Գյումրու դեպքում էր, չէ, երբ որ խնդիր էր դրված թողնում ենք անձերը, ունենք խնդիր, փաստորեն լիդեր չունենք, ունենք խնդիր, եկեք այդ խնդիրը լուծենք, չէ, հիմա եթե բոլորիս համար գերխնդիր է իշխանազրկել ԿՊ-ին համապետական մասշտաբով, այս գերխնդիրը եթե լուծում եք, ապա երկրորդ մակարդակում արդեն լիդերության հարցը ավելի հեշտ է գտնել, ոչ թե դեմից ասեց ով, այլ բոլորս, բայց եկեք սա ենք ֆիքսում, հա, գերխնդիրը սա է, եկեք սրանից ենք ազատվում, մեր ռեսուրսները դնում ենք այդ խնդիրը լուծելու համար, որից հետո եթե քաղաքակիրթ երկխոսության մեջ ենք, մենք ավելի վեհ գաղափար ունենք, պետականությունը պահելու խնդիր ունենք, ազգին ոտքի կանգնեցնելու, արժանապատվությունը վերականգնելու խնդիր ունենք, ռուսների հետ հարաբերություններ վերականգնելու խնդիր ունենք, պարսիկի, վրացու կամ եվրոպացու կամ ամերիկացու, տեսնում ենք, այս դաշտում շրջանառվող անձանցից ովքեր կարող են այդ խնդիրը ավելի արդյունավետ, ավելի էֆեկտիվ լուծել, ուրեմն նրա շուրջ էլ պետք է այդ համախմբումը տեղի ունենա։ Եվ հետո պետք չի տենց մտածել, որ դրանք հավերժ են լինելու, արագ կարելի է փոխել, մեկ վերցնել նոր շատ արագ հնարավոր չէ փոխել, որովհետեւ 18 թվականին դուք հիշում եք, չէ, երբ որ փողոցով իշխանության եկան, շատ մարդիկ ասում են, դե մենք բերել ենք, մենք եք անենք, բայց հետո տեսանք, որ ինչը թույլատրել է Զևսին, թույլատրել չէ Եզին, նրանք իրավունք ունեն փողոց փակելու, մնացած խմբերի իրավունք չունեն, դրանք իրավունք ունեն ստելու, մանիպուլացնելու, ուրիշները դրա իրավունքը չունեն, նրանք իրավունք ունեն ատելության քարոզ անելու, ուրիշները դրա համար դատապարտվում են, այնպես որ տեսանք, որ մեկին խոսքի համար դատում են, մյուսին ծեծի համար չեն դատում, ծեծվողին նստեցնում են, չէ, այնպես որ կուզեի ավարտենք նրանով, որ մոտենում է հաղթանակի 80-ամյակի օրերը, մեծ տոնակատարություն է նախատեսվում Մոսկվայում եւ արդեն տևական ժամանակ է խոսվում է այդ մասին, այնմա Ռուսաստանը փորձում է վերագտնել իր դիրքերը, ամրապնդել ամբողջ աշխարհով եւ ինչքան հնարավոր է նշանակալից մի իրադարձություն են պատրաստում մայիսի 9-ի այդ հաղթանակին նվիրված տոնակատարության բաները նկատի ունեմ։ Հիմա այդ օրը նաև մեր երկրի ղեկավարն է մեկնելու Մոսկվա, այնտեղ կլինի նաև Իլհամ Ալիևը, տարբեր լուրեր էին պատտվում, որ այդ օրը նույնիսկ հնարավոր է, որ երկկողմ, եռակողմ հանդիպումներ լինեն, որ համաձայնագիր ստորագրվի, իհարկե դեռ հերքում են այդ մասին չեն խոսում, պարզ չէ թե ինչ կլինի այդ օրերին, բայց ամեն դեպքում հիմա պարզ է, որ աշխարհը մի տեսակ շրջվում է դեմքով դեպի Ռուսաստանը եւ նախկին սանկցիաներ, պատժամիջոցներ կոտրելու, ոչնչացնելու այդ պետությունը թուլացնելու այդ միտումները գնալով հետ են նահանջում մանավանդ Թրամփի իշխանության գալուց հետո։ Չգիտեմ, թե ինչքանով այդ այցելությունը կարելի է մեկնաբանել որպես հայ-ռուսական հարաբերությունների մեջ ջերմացում, բայց ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ դա մի քայլ է, որով կարող են նաև բարելավել այդ հարաբերությունները եւ մտնել բնականon իրենց թերահավատալի Էստոնիա այցից հետո, ախր տեսեք, ես ուզում եի պատմել Տարասովի խոսքերը, որ ասում էր, որ մենք հոտեմ չենք, որ ինքը Էստոնիա գնա, լավ է անում, թող բոլոր երկրներն էլ գնա, բայց ասում է, երբ որ գնում է հատուկ ցուցադրաբար այցելում է կոմունիզմի զոհերի հուշարձան, կոմունիստական պետությունն այդ հաղթանակը որպես վերաբերմունք ենք ընդունում, դա քաղաքական քայլ ենք դիտում մեր անցյալի, դա խորհրդային ժողովրդի նկատմամբ, չէ՞։ Մերձբալթյան երկրները իրենք մեծ հաշվով առաջիններից էին, ովքեր ընդունեցին այդ հիշողության քաղաքականության նոր քաղաքագիտական տրենդը, որը գնում էր պատմության վերախմբագրման։ 90-91 թվականից հետո դրա առաջնորդը Լեհաստանն էր, իդեպ ասեմ ձեզ, որը փորձում էր պատմությունը վերախմբագրել, սկսած ֆաշիստական ռեժիմի, հա, նացիզմի դեմ պայքարը նորովի լույսի ներկայացնել եւ այսպես ասած մաքրել այդ Կարիշնևի ճումայից, ժանտախտից մաքրել ու ասել, որ նացիզմը արդարացված էր, այո, դա սովետական կամ հավասարության նշան էին դնում խորհրդային ժողովրդի եւ նացիստական
Գերմանիայի պայքարի միջև, հա։ Հիմա նույն Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մայիսի 9-ի այցը, որպեսզի կարողանանք մի քիչ դրական դիրքերը բարելավել, այնքան աստվերում, այնքան խայտառակայցա ունենում Էստոնիա, որ ուղղակիորեն մայիսի 9-ի եթե նա եղավ, այն ամենահետնապահների շարքում են գցելու ուղղակիորեն եւ հետո ստվերելու են իմ պապը, որի անուն ազգանունը Խաչիկ Գալստյանը, որի անունը ես կրում եմ, ազգանունը կրում եմ, իմ պապը այդ համաշխարհային պատերազմի մեջ իր լումանա ունեցել, ինքը այնտեղ է հաշմանդամ դարձել եւ հիմա իմ պապերի հայ ժողովրդի ամենամեծ ներդրումը քանակական առումով, որակական առումով ունեցել է հայ ժողովուրդը։ Ադրբեջանը, որ ազգությամբ ադրբեջանցի ոչ մի հերոս չի ունեցել, նրանց միակ հպարտությունը մեր Ղարաբաղյան ծագման Բաղրամյանը, Խուդյակովը, Բաբաջանյանն են, որոնք իրենց էին վերագրում, բայց մենք գիտենք, որ դա հայ ժողովրդի պայքարն է եղել։ 300,000 հայ օրթի տուն չի վերադարձել։ Մենք ազգովի ենք, մենք այդ բոլոր զրկանքները մենք կրել ենք մեզնով ու հանկարծ հիմա թողնում ենք Դափնիները ուրիշներին, ադրբեջանցիները ոչինչ չեն արել, կամ նույն Ադրբեջանի ազգային լեգիոնները կռվել են Խորհրդային Միության դեմ, իսկ նժդեն, որ ուղղակիորեն այտենց փոքրիկ կապեր ուներ Հիտլերյան Գերմանիայի հետ, նրան սարքեցին նացիզմի առաջամարտիկ, մեզ սարքեցին նացիզմի քարոզիչներ եւ փորձում են ռուսական մեդիա դաշտում նժդեհին դիտարկել որպես ֆաշիստական առաջնորդ եւ հայ ժողովրդի ազգային պահպանողական գաղափարախոսությունը կամ մեր ազգային իդեալը որպես ռևանշիզմ կամ նացիզմ, հա, սրա դեմը պետք է առնել։ Դե գիտես, հիմա այդպիսի ժամանակներ են, այս իշխանությունը փաստորեն վերատեսության է ենթարկում մեր պատմության բոլոր նախկին անցքերը, ասենք ցեղասպանության Իշխանությունը այդքան խելք չեր ունենա, իշխանության կուրատորներն են։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ դա իշխանության կուրատորներն են այդպես անում, իսկ իշխանության կուրատորները դրանք արևմուտքում նստածներն են եւ նրանց համար այո մարտնչող հիշողությունների թեզը, հա, պատմության մեջ հաշտեցումը, զոհի կերպարանքով համակերպվելը, որ նորից գնաց յաթաղանի զոհ դառնաց, դրանք ուրիշ կաբինետներում ստեղծված նարատիվներ են, որոնք այսօր իշխանության ձեռամբ, նրա բերանով կերակրվում են մեր հանրությանը։ Բայց փառք Աստծո, այստեղ էլ արժեքային դիխոտոմիան հստակ է։ Իշխանություն իր պետական քաղաքականությամբ, կառավարության քաղաքականությամբ լրիվ ուրիշ տեղում են, մեր ժողովուրդը լրիվ ուրիշ տեղում է։ Մեր ժողովուրդը իր ազգային արժեքներից կարճած է, իր պատմական հիշողությունը թարմ է, մենք դա տեսանք 24-ին ապրիլի, երբ որ տասնյակ հազարներ նորից բարձրացան իրենց հարգանքի տուրքը մատուցեցին, դա մենք տեսնել ենք նաև մայիսի 9-ին, որովհետև այդ հաղթանակը մեր հոգով կմա։ Ուզում եմ պատմել, երեք ֆրանսահայ բարեկամս էր զանգել, ասում էր, որ այստեղ մեծ խումբ կար, որոնք հիացած էին Փաշինյանով, մինչև այս վերջերս ասում է, պաշտում էին ուղղակի, ասում էին, չէ, վիճում էին մեզ հետ, ասում է, բայց ցեղասպանության հետ կապված հայտարարություններից հետո ասում այնպեսի մի հիասթափություն, այնպեսի մի ցավ են ապրում, ասում են մենք ինչպես ենք սխալվել, ինչպես ենք մենք այս մարդուն Սփյուռքի ինքնությունը խարսխված է ցեղասպանության եւ ժառանգներն են եւ այդ պատմական հիշողությունը այնտեղի մենքը ձևավորող միակ կարևոր գաղափարը ցեղասպանության ժառանգներ լինելն է եւ այդ հարցը իր տրամաբանական ավարտին հասցնելն է ու երբ որ մարդուց խլում ես իր ինքնության բնութագրիչ ու ասում ես դու սխալ ես ապրել, դու սուտ ես ապրել, չկա այդպիսի բան, քեզ չեն ցեղասպանել, եթե չեն ցեղասպանել, ուրեմն դու չարչի ես, չէ, ուրեմն դու ցիգան ես, չէ, վերցրել ես գաղթականի ցուպը ու որտեղ հաց այնտեղ կացով վազել ես ուրիշ երկրներ, ավելի տաքուկ կյանքի, ես ամենևին էլ համաձայն չեմ դրա հետ ու շատ լավ է որ նորանոր մարդիկ տարբեր խմբեր, այո, բացում են թեկուզ ուշացած, թեկուզ շատ ծանր գնով, հազարավոր հայրենիների եւ փոքրացող հայրենիքի գնով ենք շատերը գալիս այդ գիտակցության, բայց երևի սա էլ մեր խաչն է, որը պետք է տանենք ազգովի։ Հուսանք, որ շատանալու են այդ մարդիկ, որոնք ամեն դեպքում մայիսը մեր ազգի պատմության մեջ ավելի շատ հաղթանակների ամիս է որպես բնութագրվում, վստահությամբ այդ հաղթանակների խորհուրդը, մայիսի 9-ի խորհուրդը անպայման վերադարձնենք մեր ազգին, մեր ժողովրդին, մեր սերնդին։ Մայիսի եռատոնը մեր հիշում։ Դա Աստված, որ մենք նորից նշենք այդ եռատոնը ազգով։ Այո։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Այսօր այսքանը։